Գոյամարտ սերիալի նոր նկարահանումներից հետո համացանցում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է Ռաֆի վերադարձի մասին վարկածը։ Հատկապես այն բանից հետո, երբ հրապարակված կադրերում երևաց Ռաֆի կերպարը մարմնավորող դերասանը հենց այն տանը, որտեղ այժմ ապրում է Դավիթ Պապի ընտանիքը, և սա շատ կարևոր է։ Որովհետև եթե պարզապես անցյալի հիշողություն լիներ, ապա տրամաբանական կլիներ, որ տեսարանները նկարահանվեին հին ժամանակների միջավայրում, այլ լոկացիայում, ավելի ֆլեշբեքային մթնոլորտով, բայց ոչ, նկարահանումները կատարվել են ներկայում ապրող տանը։ Սա նշանակում է, որ սերիալը կամ գնում է շատ խորհրդանշական հոգեբանական գծով, կամ պատրաստում է իսկապես մեծ անակնկալ։ Շատ հեռուստադիտողներ արդեն վստահ են, որ Ռաֆը հայտնվելու է Դավիթ Պապի երազում, և անկեղծ ասած, դա շատ հավանական տարբերակ է, ավելի հավանական, քան թե Ռաֆը ողջ է։ Վերջին սերիաներում Դավիթ Պապի հոգեբանական վիճակը շատ ծանր է։ Նա բառացիորեն ապրում է մշտական ցավի, մեղքի ու վախի մեջ։ Մի կողմից ընտանիքը քանդվում է իր աչքի առաջ, Լեոն անդադար պատերազմների մեջ է, Դավիթը հազիվ է փրկվել մահից, Մանանը հեռացել է տնից, Ավոն վերադարձել է անցյալի բոլոր ցավերն իր հետ բերելով։ Իսկ մյուս կողմից Ռաֆի հիշատակը երբեք չի լքել Դավիթ Պապին։ Ռաֆը նրա ամենամեծ ցավն է։ Նա ոչ միայն որդի կորցրեց, այլ նաև ամբողջ կյանքում ապրեց այն զգացումով, որ ինչ-որ բան չի հասցրել ասել, ինչ-որ մեկին չի կարողացել պաշտպանել։ Եվ հենց հիմա, երբ ընտանիքը նորից փլուզման եզրին է, շատ հնարավոր է, որ Դավիթ Պապի ենթագիտակցությունը վերադարձնի Ռաֆին։ Եթե դա իսկապես երազ լինի, ապա այն հաստատ սովորական երազ չի լինելու։ Գոյամարտում նման տեսարանները միշտ մեծ իմաստ ունեն։ Շատ հնարավոր է, որ Ռաֆը հայտնվի որպես ոչ միայն հիշողություն, այլ նաև խորհրդանիշ։ Գուցե նա խոսի Դավիթ Պապի հետ, գուցե զգուշացնի նրան, կամ հակառակը, փորձի հանգստացնել ու ուղղություն տալ։ Պատկերացրեք այդ տեսարանը՝ գիշերը Դավիթ Պապը միայնակ նստած է տան մեջ, որտեղ բոլորն արդեն հոգեպես հեռացել են իրարից։ Տունը լուռ է, բայց այդ լռության մեջ այնքան ցավ կա, և հանկարծ նա տեսնում է Ռաֆին, այն նույն որդունում կորցրել է տարիներ առաջ։ Այդ պահը կարող է դառնալ սերիալի ամենահուզիչ դրվագներից մեկը, հատկապես եթե Ռաֆը սկսի խոսել ընտանիքի մասին, Լեոյի մասին, Դավիթի մասին, Շատ հնարավոր է, որ հենց այդ տեսարանում բացահայտվեն նաև նոր մանրամասներ անցյալից, որովհետև հիմա սերիալն աստիճանաբար մոտենում է Ռաֆի մահվան ամբողջ ճշմարտությանը, և պատահական չէ, որ հենց հիմա է վերադառնում Ռաֆի կերպարը։ Սցենարը կարծես հատուկ հիշեցնում է, որ այս ամբողջ պատերազմի արմատը հենց այնտեղ է, հենց Ռաֆի մահվան մեջ։ Շատ հետաքրքիր է նաև այն, որ Ավոյի գիծը հիմա ավելի ու ավելի է կապվում Ռաֆի հիշողության հետ։ Ավոն վերադարձել է ոչ միայն Վրեժի համար, այլ նաև եղբոր հիշատակը վերականգնելու։ Նա ապրում է այն զգացումով, որ Ռաֆի մահվան ճշմարտությունը թաքցվել է։ Եվ եթե Դավիթ Պապի երազում իսկապես հայտնվի Ռաֆը, դա կարող է դառնալ մի տեսակ հոգեբանական կամուրջ անցյալի ու ներկայի միջև։ Գուցե հենց այդ երազից հետո Դավիթ Պապը սկսի այլ կերպ նայել Ավոյին, գուցե հասկանա, որ Ավոյի ամբողջ դաժանության տակ իրականում տարիներով կուտակված ցավ կա, բայց կա նաև ավելի հետաքրքիր վարկած։ Որոշ հեռուստադիտողներ ենթադրում են, որ սերիալը կարող է գնալ շատ անսպասելի ուղղությամբ։ Նրանք մտածում են, իսկ եթե Ռաֆն իրականում մահացած չէ, իհարկե սա հիմա ավելի շատ տեսություն է, բայց Գոյամարտի նման սերիալներում երբեմն ամենաանհավանական շրջադարձերն իրական են դառնում, հատկապես երբ դերասանի վերադարձն այդքան խորհրդավոր ձևով է արվում։ Բայց եթե նույնիսկ Ռաֆը չլինի կենդանի, նրա կերպարի վերադարձն արդեն շատ մեծ նշանակություն ունի, որովհետև Ռաֆն այս պատմության անտեսանելի կենտրոնն է։ Գրեթե բոլոր հերոսների կյանքը կապված է նրա հետ։ Լեոն ամբողջ կյանքում փորձում է նմանվել հորը, Դավիթը մեծացել է հոր բացակայության ցավով, Մանանն ապրում է ընտանիքի փլուզման մեջ, Ավոն ապրում է եղբոր Վրեժով, իսկ Հունանն իր ամբողջ կյանքում կարծես փախչում է Ռաֆի ստվերից։ Եվ հիմա, երբ բոլոր գաղտնիքները սկսում են բացվել, Ռաֆի կերպարը կարծես վերադառնում է հիշեցնելու ոչ մի հանցանք, հավերժ թաքնված չի մնում։ Շատ հնարավոր է, որ հենց այդ երազային կամ խորհրդանշական տեսարանից հետո Դավիթ Պապը փոխվի։ Միգուցե նա վերջապես որոշի ամբողջ ճշմարտությունը բացահայտել,
դիտել, միգուցե սկսի միավորել ընտանիքը կամ հակառակը, հասկանա, որ ամեն ինչ արդեն չափազանց հեռու է գնացել։ Մի բան հաստատ է՝ Ռաֆի վերադարձը պատահական չէ։ Սերիալը հիմա մտնում է ամենահուզիչ ու ամենախորքային փուլերից մեկը, որտեղ անցյալն ու ներկան բառացիորեն բախվում են իրար, եւ եթե այդ տեսարանն իսկապես Դավիթ պապի երազն է, ապա այն կարող է դառնալ ոչ միայն հուզիչ, այլ նաեւ ամբողջ պատմության համար շրջադարձային պահ։ Դե ինչ, եթե սպասում եք նոր ու հետաքրքիր նորությունների հեռուստասերիալի հետ կապված, ապա միացեք մեր ալիքին, շատ թեժ է լինելու ու շատ հետաքրքիր գաղտնիքներ են բացահայտվելու շատ շուտով։